Արագածոտնի մարզում Թալին համայնքի Զովասար Գառնահովիտ Թալին Արագածավան Մաստարա ներքին բազման Բերդ բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում կատարված է աշխատանքների 70%-ը, տեղադրվել են թվով 7 կայաններ, ընդհանուրը 353.1 կՎտ հզորությամբ։ Աշտարակ համայնքի աշտարակ բնակավայրի Վարդգես Պետրոսյան փողոցի 3, 5, 1 և 1/1 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ կատարված են աշխատանքների 74%-ը, հիմնանորոգվել են 4 բազմաբնակարան շենքերի 2053 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տանիքը, շահառուները 324 բնակիչ։ Վեդի համայնքի Արարատի մարզի Նոր կյանք և Լուսառատ բնակավայրերի փողոցների կառուցում ասֆալտապատմամբ աշխատանքներն ավարտվել են 2.6 կմ ճանապարհի մասին է խոսքը։ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի Մշակույթի տան տարածքում խաղահրապարակի կառուցում ավարտված են աշխատանքները, կառուցվել է 600 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով խաղահրապարակ, տեղադրվել են խաղային սարքավորումներ, 488 բնակիչ ունի համայնքը։ Վաղաշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում կատարված են աշխատանքների 75%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 230 սանի համար։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ բնակավայրի Ոսկանյան 6-11, Ազատության 1, Նրբանցք 1 փակուղի թիվ 2, Ազատության փողոց թիվ 14 և Մովսիսյան փողոց թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի և տանիքների հիմնանորոգում և արտաքին լուսավորության անցկացում։ Կատարված է աշխատանքների 95%-ը, հիմնանորոգվել է 3612 քառակուսի մետր տանիք և 4000 քառակուսի մետր շքամուտք, շահառուները 645 բնակիչ։ Մարտունի համայնքի Արծվանից բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և գույքի ձեռքբերում կատարված է աշխատանքների 90%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 90 սանի համար։ Սյունիքի մարզում Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրում մանկապարտեզի կառուցում կատարված է աշխատանքների 90%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 110 սանի համար։ Տավուշի մարզում Նոյեմբերյան համայնքում Դեբեդավան բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացում կատարված է աշխատանքների 60%-ը, կառուցվել է 2.2 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, վերանորոգվել է պոմպակայանի շենքը, տեղադրվել է 2 պոմպ, շահառուները 285 տնային տնտեսություն։ Իջևան համայնքի Ջաջուր բնակավայրի 6-րդ փողոցի սկզբնամասի ասֆալտապատում ավարտվել են աշխատանքները, 2232 քառակուսի մետր տարածք է ասֆալտապատվել։ Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի բնակելի շենքերի մարդատար վերելակների փոխարինման աշխատանքներ, նոր տեսանք է այդ վերելակներն էին, Գետափնյա 2, 4, 6, 8, 10, 12, այն որ հաճելի երաժշտություններ մեջ է, Կալինինի 241, 243, Մոլդովական 1, Շամախյան 1A, 1B, 2A, 2B, 3A, 3B։ Ավարտական փուլ է, փոխարինվել է թվով 15 վերելակ, շահառուները 521, բնակարանների 1380 բնակիչ։ Մեկ այլ ծրագրով, հրատապ ծրագրերի հոդվածով գումար ենք հատկացրել հետևյալ ծրագրերին. Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման, գազամատակարարման գծի կառուցման, դռների պատուհանների փոխարինման աշխատանքների, նախագծանախաշվային փաստաթղթերի կազման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում։ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի շենքը ահավոր վիճակում է, պետության համար ուղղակի տենց շենքի գոյությունը ինքնին պրոբլեմա է և պետք է այս հարցը լուծել։ Արարատի մարզում Եղեգնավանի մանկապարտեզի կառուցում պայմանագիրը կնքված է, 120 միլիոնի մասին է խոսքը։ Վերին Դվին համայնքի Լեոնիդ Եդիգարով և Աղալար Չալաբով փողոցների գազաֆիկացում 21 միլիոն դրամի ծրագիր է, պայմանագիրը կնքված է։ Արարատի մարզի Արմաշ բնակավայրի տեխնիկական ջրի ջրատարի և խմոցների կառուցում 46 միլիոն դրամի մասին է խոսքը, աշխատանքները նորեն մեկնարկել։
Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքի Գեոխովիտ բնակավայրի ապակենտրոնացված մաքրման կայանի կառուցում 29 միլիոն 970 հազար դրամ պայմանագիրը կնքված է։ Լոռու մարզում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի քանդված հենապատերի կառուցման ճանապարհի ասֆալտապատման կապիտալ վերանորոգման, մայթերի կառուցման, վերականգնման, ճանապարհի կահավորման, գծանշումների իրականացման, ճանապարհային նշանների տեղադրման, ճաղաշարերի տեղադրման աշխատանքների իրականացում։ Աշխատանքների 45%-ը իրականացված է։ Ստեփանավան համայնքի Աշոդաբերդ թաղամասի թիվ 8 հրդեհված բազմաբնակարան շենքի 15 շահառուների վարձակալած բնակարանների 2026 թվականների վարձավճարի վճարում։ Որոշման ընդունումից հետո վարձավճարները կփոխանցվեն։ Վանաձորում Լոռու մարզպետի աշխատակազմի շենքի սանհանգույցների պահակակետի գլխավոր մուտքի և քաղաքացիների սպասարկման սենյակի վերանորոգման աշխատանքների իրականացում։ Աշխատանքների 65%-ն իրականացվել է, 17 միլիոն դրամ է հատկացվում։ Ծաղկաձոր համայնքի Կոտայքի մարզում արդեն անտառային հողերի անվավեր ճանաչված աճուրդների որպես անվավերության հետևանք աճուրդի համար վճարված գումարի հետ վերադարձ 1 միլիոն 296 հազար դրամ, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում 49 միլիոն դրամի աշխատանքների 35%-ն է իրականացված, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ընթացիկ նորոգում աշխատանքների 25%-ն է իրականացված, Տավուշի մարզ Իջևան համայնքի Ասլանյան փողոցի նոր ասֆալտապատ հատվածից մինչև Գանձաքար վարչական բնակավայրի սկզբնամասում գտնվող կամուրջ նգնած հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացում, աշխատանքների 30% իրականացված, այսինքն սկսել է այս աշխատանքները, Այս ճանապարհը շատ կարևոր է, որովհետև Գանձաքար-Իծաքարի շահագործումից հետո ինքը կարևոր նշանակություն ունենում։ Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցում աշխատանքների 75%-ն իրականացված է, Գիրանց բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում աշխատանքների 75%-ը իրականացված է, Գիրանց բնակավայրի խմելու ջրի ջրագծերի կառուցում աշխատանքների 75%-ը իրականացված է, ընդհանուր 1.3 միլիարդ դրամ։